Սա բոլորի համար մտորելու հնարավորություն է։ Կարծում եմ բոլորն ունեն շատ անձնական խորը արմատներ ունեցող փորձառություն կապված ցեղասպանության եւ իրենց ընտանիքի հետ։ Եվ ինչպես այսօր կլսենք մեր մասնակիցներից, դրանց մի մասը ձևավորել է նրանց ով դառնալը, նրանց մասնագիտական, այսինքն առաջ մղած աշխատանքը, իրենց բարձրագույն կրթության ոլորտում կատարած հետազոտությունները։ Ես կարծում եմ, թեև մենք բոլորս մի փոքր տարբեր ենք, բայց մենք գտնում ենք, որ բոլորիս մեջ կան ընդհանուր գծեր։ Սա մի ուսումնական փորձառություն է, որը մենք միասին ենք կիսում։ Կարծում եմ ամենամեծ վտանգը լռությունն է։ Կա կոլեկտիվ պատիժ, որի սպառնալիքը գալիս է Բաքվից եւ աշխարհի գերտերությունների մայրաքաղաքներից։ Կարծում եմ հայկական ինքնությունը վտանգված է եւ մենք պետք է մերժենք այդ վտանգը։ Մենք պետք է աշխատենք այդ վտանգի դեմ։ Մենք չենք կարող անընդհատ լուռ ընդունել այս տեսակ կոլեկտիվ պատիժը։ Ես կարծում եմ, որ հայերի մեծամասնությունը լռում է։ Լինեն նրանք Հայաստանում, Լոս Անջելեսում կամ աշխարհի որևէ այլ վայրում, նրանք պետք է բարձրաձայնեն խնդիրը եւ միասին խոսեն։ Մենք պետք է այս մտքերը վերածենք թեմաների, որոնք մենք կքննարկենք բաց եւ ազատ, եւ մենք պետք է գիտակցենք այն կոլեկտիվ պատժի մասին, որին մենք ենթարկվում ենք, եւ մենք պետք է փոխենք կառավարությունը։ Մեզ անհրաժեշտ է, որ մեր ղեկավարները Բաքվից վերադառնան Հայաստան, վերադառնան Երևան եւ մեզ առաջնորդեն այն ուղղությամբ, որը կամրապնդի Հայաստանը։ Հայաստանը թույլ ազգ չէ։ Հայաստանը պատմականորեն եղել է եւ կլինի ուժեղ ազգ, անվտանգ սահմաններով, քանի դեռ ղեկավարությունը այդպես է կարծում, եւ մեզանից, մեծամասնությունից է կախված այդ բարձրաձայնումը։ Ես կարծում եմ, որ կա շատ աշխատանք, որը մենք պետք է անենք, մասնավորապես Արցախյան հարցի վերաբերյալ։ Կարծում եմ, որ հիմնական բաներից մեկը, որ մենք իսկապես պետք է անենք, հատկապես Սփյուռքում, կենտրոնանալն է Հայաստանի շուրջ։ Հայաստանը պարզապես երկիր չէ, որի մասին մենք երազում ենք, որի մասին խոսում ենք, որի մասին կարող են լինել մեր նախնիները կամ մեր տատիկ-պապիկները, եւ մենք ամերիկացիներ չենք, մենք ամերիկահայեր ենք։ Դա նշանակում է ընդունել երկու ինքնությունները, բայց կարողանալ առաջնահերթություն տալ հայրենիքին։ Եվ ինձ համար հայրենիքը միայն Հայաստանը չէ, այն Հայաստանն է Արցախով։ Այն ներառում է Արևմտյան Հայաստանը, այն ներառում է Նախիջևանը, այն ներառում է Ջավախքը։ Եվ կարծում եմ, որ առաջին քայլը մեր հաջորդ սերնդին երիտասարդությանը իսկապես կրթելն է, որպեսզի երբ նրանք մտածեն Հայաստանի մասին, չմտածեն միայն Երևանի մասին։ Նրանք չմտածեն միայն այն Հայաստանի մասին, որը Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ցանկանում է, որ մենք ընդունենք։ Երիտասարդները պիտի մտածեն այն Հայաստանի մասին, որն ունի ազատ, ազատագրված եւ ինքնորոշված Արցախ, ազատ Շուշիով եւ ազատ Ստեփանակերտով, այնպիսին, ինչպիսին մենք պետք է ունենանք ապագայում։